Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story Podcast-ի էպիզոդ 24-ը։ Այսօր իմ հյուրն է Լիլիթ Ավետիքյանը, founder and CEO at Voex։ Լիլիթը ապրում է Դուբայում, բարի գալուստ Լիլիթ ջան, եւ շատ շնորհակալություն, որ այս ժամանակը հատկացրել ես։ Բարև Աննա ջան, ես եմ շնորհակալ, որ նման առիթ ես ընձեռնում հայ գործարարներին զրուցելու եւ իրենց մասին պատմելու։ Շատ հաճելի էր, երբ որ տեսա քո edge-ը։ Մերսի Լիլիթ ջան։ Լիլիթ ջան, որ թվականին ես Հայաստանից տեղափոխվել Դուբայ եւ ինչպես կարողացար հասնել այսպիսի մեծ հաջողությունների Դուբայում։ 2013 թվականին մայիսին եկա քրոջս մոտ։ Քուրս արդեն այստեղ էր, Դուբայում էր։ Ես իմ 6 ամսական տղային վերցրեցի ու եկա Դուբայ։ Մինչ այդ 2011 թվականին ես եկել էի, տեսել էի Դուբայը ու երբ որ առաջի անգամ տեսա, ասացի, ես պետք է այստեղ ապրեմ։ Այդպես որոշեցի ու գնացի, բայց 2 տարի հետո այդպես առիթը ստեղծվեց փոքր տղայիս հետ միասին։ Եկանք այստեղ։ Քուրս ասաց, լսի, արի կփորձես, կստացվի աշխատել, կաշխատես, չէ, մի ամիս ինձ հետ կմնաս, հետո կվերադառնաս Հայաստան։ Մայիսի 7-ին ես եկա Դուբայ, մայիսի 14-ից աշխատում էի արդեն։ Ստացվեց Փառք Աստծո աշխատանքը, JETEX-ում ընդունվեցի աշխատանքի ու 11 տարի աշխատեցի այդտեղ։ Տարբեր position-ներ JETEX-ի մեջ ունենալով, կարելի ասել ընդհանուր գործը սովորեցի private aviation-ի մեջ ամեն մի անկյուն ուսումնասիրեցի, աշխատեցի, սովորեցի ու վերջում արդեն director of private jets, այդ էր իմ պաշտոնը, երբ որ ես JETEX-ից դուրս եկա ու ստեղծեցի Voex-ը։ Շատ հետաքրքիր պատմություն ա թվում, որովհետև պատկերացնում եմ Երևանից տեղափոխվել Դուբայ, ինձ լրիվ նոր կուլտուրա, նոր լեզու, գիտեիր անգլերեն լեզուն մինչև տեղափոխվելը։ Ինձ թվում էր գիտեի։ Ինձ թվում էր ես շատ լավ անգլերեն գիտեի, երբ որ եկա այստեղ, sense confidence, այդ լրիվ ինքնավստահ, մտա երկիր, մեկ էլ հասկացա, որ նույնիսկ կինոները չեմ հասկանում հեռուստացույցով։ Հետո այստեղի անգլերեն դել էր մի քիչ հետաքրքիր, մի քիչ խառը հնդկականով ու արաբականով խառը անգլերեն, բայց հետո շատ արդեն եթե որ մեջ ապրում ես, հեշտ է սովորել, այլ տարբերակ չունես, արդեն ընկալում ես պատկերացումով, հասկանում ես ու չէ, շատ արագ մտա այդ ամեն ինչի մեջ, դե գիտեի basic English, գիտեի ես պարապել եմ, անգլիական եմ սովորել, բայց այդ Հայաստանում մեր պատկերացած անգլերենը դրսում մի քիչ նայած դուրս, բայց կոնկրետ այստեղ բան է, տարբեր է շատ։ Համաձայն եմ, ես էլ նույն ձևի, որ տեղափոխվեցի, նախ Հայաստանում սովորած անգլերենը ավելի British English է, քան American։ Ես էլ Los Angeles տեղափոխվելուց նույն բանը գիտեի, որ գիտեի թե ես կարող եմ խոսել, բայց вообще չէր ստացվում։ Լիլիթ ջան, իսկ ինչպես կարողացար ինտերվյուները անցնել գործի ընդունվել։ Ես մի ինտերվյու եմ անցել, ուրեմն գնացի, քուրս ասաց, լսի, ես մի հատ լավ ընկեր ունեմ, ծանոթ լավ ընկեր ունեմ, արի գնանք իրա մոտ, ինքը աշխատանքի ա վերցնում։ Տեսնենք, եթե կստացվի, քեզ կհավանի, կաշխատես, չէ։ Ստենց բան հայավարի շատ մեծ պատրաստված, ոգևորված գնացի ինտերվյու բարձրակրունկներով։ Գնացի ինտերվյուի, ինքը հիմա իմ լավ ընկերն է, Մահերը, երբ որ ինտերվյու արեց, ասաց Նայ ասաց քո այդ էներգիան, որ դու ունես, ափսոսա, որ ես քեզ նստացնեմ համակարգչի հետևը, որ դու operational ինչ-որ գործեր անես, արի ավելի լավ է քեզ տանեմ մի հատ ուրիշ կամպանիա, որին ես շատ լավ ծանոթ եմ, որտեղ
HR admin assistant են ուզում, այդտեղ ավելի ակտիվ աշխատանք ու ավելի շատ բան կսովորես։ Ասի օքեյ, ու ինքը տարավ ինձ JETEX։ Ու ես այդտեղ JETEX-ում ինձ ընդունեցին աշխատանքի, ես ուզում եմ ես ասեմ այնքան հետաքրքիր էր, ուրեմն ընդունվեցի աշխատանքի, իմ աշխատավարձը ոնց որ 6000 դրհամ էր, այսպես բարձր ասա, 6000 դրհամ էր։ Այդպես ընդունվեցի աշխատանքի, մեկ էլ ամսվա վերջ ես աշխատավարձ ստացա 7000 դրհամ։ Գնացի իմ մենեջերին, ասեցի, վայ, սխալվել եք, ինձ 1000 դրհամ ավել աշխատավարձ եք տվել, ասեց չենք սխալվել, մենք որոշեցինք բարձր, ավելի բարձր աշխատավարձ տանք քեզ։ Այդ 2 շաբաթվա ընթացքում ինձ շատ ոգևորիչ էր այդ ամեն ինչը, շատ սիրով եմ եկել, շատ սիրով մտել եմ, շատ սիրով աշխատել եմ, ընդհանրապես ես այդպիսի մարդ եմ, ես ինչ անում եմ, կամ պետքա ամբողջական իմ 100%-ով սիրով նվիրված անեմ, կամ պետքա չանեմ, ես չեմ կարա ասենց միջանկյալ, հենց զգում եմ, որ ես ինչ-որ միջանկյալ վիճակում եմ, դուրս եմ գալիս վերջ, արդեն դա իմը չի։ Հա, Լիլիթ ջան, իմ տպավորությունը կարող է շատ սուբյեկտիվ լինի, բայց իմ տպավորությունը Դուբայից, եւ ես եղել եմ, նշեմ 2019 թվականին, որպես տուրիստ, տենց շատ չեմ առնչվել հենց Դուբայում ծնված մեծացած մարդկանց հետ, բայց իմ տպավորությունը այն էր, որ ոնց որ ավելի համարդը երկիր լինի, չգիտեմ, կա տենց բան, թե ես սխալ տպավորություն ունեի։ Չէ, այսինքն կա, հասկանում եմ, այտենց բան կա, բայց դա ավելի լավ մեզ։ Կանանց ավելի լավ։ Որտեվ երբ որ դու զգում ես, որ տղամարդու երկիր է, դու քեզ ավելի ոնց որ պաշտպանված զգաս։ Քեզ որպես կին երբեք չեն ճնշում։ Ես երբեք այստեղ ինձ ճնշված չեմ զգացել, ընդհակառակը, եթե հնարավորություն են ունեցել, ինձ օգնել են։ Ամեն հնարավորության դեպքում այդ տղամարդիկ, որոնց պատկերացումը որ դու ունեցել ես, որ իրանց երկիրն է, իրանք որպես կին, որպես մանավանդ հիմա, երբ որ իմ գործը սկսեցի, եթե ինձ ինչ-որ մեկը պետք է որ օգնի, ես իմ շրջապատում այդ տղամարդիկ են, որոնք պատրաստ են օգնելու։ Շատ ուժեղ ես քեզ զգում ու ապահով, իրանք քեզ ստեղծում են այդ մթնոլորտը, որ դու քեզ կարողանաս առաջ գնաս ու ապահով զգաս։ Լավ, հաճելի, շատ հաճելի մթնոլորտ ունի այդ զգացողությունը այստեղ։ Հա, շատ հետաքրքիր է իմանալ դրա մասին, որովհետև օրինակ Լոս Անջելեսում հենց entertainment industry-ի մեջ կանանց շատ դժվար է ավելի աճել, քան տղամարդկանց։ JETEX-ում երբ որ դու աշխատում էիր, կար տենց բան, թե նշեցիր, որ աճել ես, այսինքն position-ից փոխել ես ավելի վերև, կար ինչ-որ տենց, ինչ-որ զգացողություն, որ տղամարդկանց ավելի հեշտ է աճել, քան կանանց։ Չէ, JETEX-ում չէ։ Չէ, մեր մոտ շատ հանգիստ այնով նվիրվեց, աշխատեց, ինքը առաջ էր գնում։ Նու արդեն certain level ես առաջ գնում, էլի որոշակի level ես առաջ գնում։ Դրանից այն կողմ, երբ որ արդեն շատ մեծ պատասխանատվություն պիտի վերցնես, այդտեղ արդեն մի քիչ դժվարություններ էր առաջանում, բայց էլի կանացի հարցը չէր, կանացի ու տղամարդու հարցը չէր, նենց չէր, որ տղամարդը կունենար, չէ։ Դա մի քիչ ուրիշ հարց էր, դա մի ուրիշ անգամ կքննարկենք, որ հանդիպենք, բայց կանացի խնդիր չկար։ Մեր հենց JETEX-ի կամպանիայում այդ խնդիրը չկար, ունենք լավ ուժեղ կին մենեջերներ տարբեր բաժիններում։ Լիլիթ, իսկ ինչպես որոշեցիր, որ կներես։ Ես ընդհանրապես որպես նույնիսկ հիմա արդեն որ ավիացիայի մեջ որպես կամպանիայի տնօրեն, ես առաջին կինն էի, որ բացեցի այս private ավիացիայի մեջ այս կամպանիան, որպես տնօրեն, բոլորն ասում են, լավ, ասենք ոնց ես էլի, դու քեզ զգում այդ ամեն ինչի մեջ, շատ կոմֆորտն եմ զգում։ Ինձ թվում է, որ բացարձակ այդ ջենդերի տարբերությունը կին ու տղամարդ եւ այլն, երբ որ դու գիտես քո գործը, դու տիրապետում ես, դու գիտես ոնց ես լավ անում, այդ գործը ընդհանրապես կարևոր չի, թե դու ինչ սեռի ներկայացուցիչ ես իրականում։ Դու ունես քո կլիենտները, որոնք էներգետիկայով քոնն են, իրանք հասկանում են, որ
իրանք քեզ հետ պետք է աշխատեն, տղամարդիկ իրանց ունեն, ամեն մեկի իր շրջապատը իրանը ստեղծում, բայց երբևէ ասենք այտենց եղել է որ քեզ վերաբերվել են, դու կին ես եւ այլն, հետո երբ որ մի քիչ երկար ես խոսացել, միանգամից դուք Դուբայում եք, ասենց շուտ արդեն միանգամից հասկանում են։ Եթե գիտես ինչ ես անում, գործիդ մեջ վստահ ես, ինդուստրին գիտես, տիրապետում ես, դեմդ խաղ չկա, կապ չունի ինչ սերի ներկայացուցիչ ես։ Շատ լավ։ Լիլիթ ջան, իսկ ինչպես որոշեցիր արդեն քոնը սկսել JETEX-ից դուրս գալ ու քոնը հիմնել։ Դες երբ որ սկսեցի այդ նիտրալ վիճակի մեջ լինել, մի տեսակ կոմֆորտ զոնայի մեջ էի ու հասկացա, որ ինձ համար մեկ է, ինչ կլինի այսօր կամ վաղը, ես հասկացա, որ դա ինձ կսպանի։ Ես չեմ կարա ապրեմ ինչ որ կոմֆորտ զոնայի մեջ ու արթնանամ ամեն օր ու ինձ համար մեկ լինի, ինչ կլինի։ Շատ հիասթափություններ եղան ընթացքում եւ այլն։ Մի առավոտ արթնացող ասեցի I'm not happy։ Ես ուրախ չեմ, ես լավ չեմ զգում ինձ ու դա ես չեմ կարա ասենց ապրեմ։ Չգիտեի ինչ անեմ, չէի մտածում իմը սկսելու մասին, բայց գիտակցում էի, որ հաստատ այլևս այստեղ չեմ ուզում մնամ։ Դա իմ համար միանշանակ էր։ Հետո երբ որ սկսեցի բարձրաձայն ինքս ինձ հետ խոսել ու նաև տանը խոսել, ասել իսկ ինչ ինձ դուրս չի գալիս եւ որտեղ ես կգտնեմ այն ինչ ես փնտրում եմ եւ ինչու ես փնտրեմ այն ինչ ես ուզում եմ, եթե ոչ ստեղծեմ այն ինչ ես գտնում եմ, որ ճիշտ է արժեքները, որտեղ ես շատ արժեքներ կա, որոնց հավատում եմ, որոնք շատ դժվար է գտնել հիմա մեր ինդուստրիի մեջ, ես որոշեցի, որ գիտես ինչ, կլինի դժվար, բայց ես կստեղծեմ այդ արժեքները, ամեն դեպքում ես կապրեմ իմ հավատացած իմ արժեքների հիման վրա։ Ու տենց սկսեցի Voyex-ը։ Շատ հետաքրքիր պատմություն է ու ինձ թվում է շատ ոգեշնչող մյուս կանանց համար, որոնք տեղափոխվել են արդեն Դուբայ կամ ինչի մենակ Դուբայ, Հայաստանից դուրս, որ լրիվ զրոյից հնարավոր է հասնել ինչ position-ի, որ ուզում ես։ Ինձ թվում է քո պատմությունից զգացվում է, որ աշխատասիրություն, ձգտել, never give up, երբեք ոնց որ չթողել քո երազանքները ու գնալ առաջ ու ամեն ինչ կստացվի։ Լիլիթ ջան, հիմա ինչքան ժամանակ է արդեն, որ Voyex-ը կա։ 2.5 տարի Voyex-ը կա արդեն։ Մենք 11 հոգի ենք արդեն, Դուբայում ենք աշխատում, հիմա մեր մի հոգին մեզանից Եվրոպայում է, այնտեղ ամառը անցկացնելու եւ հանդիպելու մեր ուղևորներին, մեզանից մի հոգին մեր վաճառքի Աֆրիկայում է եւ մեր 2 հոգին Հայաստանում են։ Այդպես։ Շատ հետաքրքիր է։ Մի քիչ կպատմես Voyex-ը ինչ ծառայություններ է մատուցում։ Ուրեմն ամենաառաջինը այսի ամենադժվարն է հայերենով ասելը։ Ոչինչ անգլերեն ասա, Լիլիթ ջան, իսկապես անգլերեն ասա։ Չէ, մենք դե private aviation-ի մեջ ենք, ջեթեր, թռիչքներ հիմնականում, AIDSB, մենք access ունենք բոլոր ինքնաթիռների, երբ որ ասում եմ մեծամասնություն, չէ, բոլոր ինքնաթիռները, կարևոր չի դու Մեքսիկայից ես թռնում, թե Կոնգոից ես թռնում, թե Դուբայից ես թռնում կամ Հայաստանից, բացարձակ կարևոր չի։ Ցանկացած վայրից մենք access ունենք այդ ինքնաթիռների, որ տրամադրենք թռիչքների համար։ Արք ու վաճառք ինքնաթիռների management օգնում ենք, որ management-ի տան եւ գրանցան ինքնաթիռները, վարձակալություն ինքնաթիռների, կա wet lease, dry lease, ասենք այդ block hours, այդ նման հասկացողությունը, կարգո թռիչքներ են կանում, բայց կարգոն հիմնականում երբ որ դու ամբողջ ինքնաթիռն ես վերցնում, այսինքն մենք այնց 10 կիլոն էստեղից այնտեղ կբերեք չենք անում, այդ նման ծառայություն լոջիստիկա չենք անում, հիմնականում եթե ամբողջ ինքնաթիռը մարդը 40 տոննա ապրանք ունի, տեղափոխում է եւ այլն։ Մյուս ծառայությունը խմբակային թռիչքներ, ֆուտբոլի թիմեր եւ հարսանիքներ, 100-ից ավել մարդիկ, մեծ ինքնաթիռ ենք տրամադրում, թռիչքները կազմակերպում ենք։
Դա ավիացիայի մեջ ինքնաթիռներ եւ այլն այն ուղաթիռներ, այն ինչ թռնում է երկնքում, մենք դրան ծառայությունը մատուցում ենք։ Դե բացի այդ, ասենք դե բարձը հասկանում ենք, որ մեր այդ ուղևորները իրանք նաև հավելյալ կարիքներ ունեն, մեկ որ հարցնում են այս հյուրանոցը, այս սպորտ իվենթը, օրինակի համար մենք գալիս ենք Formula 1-դու, մեզ падոկ ticket եւ այլն, այդ ամեն ինչին access ունենք մենք։ Շատ բարձր կարգի, այսինքն եթե դու ուզում ես հենց падոկ ticket կամ հենց ուզում ես suite կամ հենց սովորական տոմսերի վաճառք չունենք, բայց նման access-ներ ունենք։ Այդպես հիմնական։ Շատ հետաքրքիր է։ Հա անգլերեն ասած very impressive, հայերեն չգիտեմ ոնց ասեմ, բայց իրապես ստեղծել տենց կամպանիա ու առնչվել այդ որակի մարդկանց հետ իմ կարծիքով մեծ պատասխանատվություն է եւ նաեւ բան շատ ուրախ կլինի երևի եթե գաղտնիք չի կարողա գաղտնիքա չգիտեմ բայց եթե գաղտնիք չի Voyex-ը ինչ մարդկանց է տեղափոխել որ մենք կարողա անունից ծանոթենք իրենց եղել է տենց ինչ որ մարդիկ թե չէ Մեր վերջի դեպքը ասեմ, որպեսզի էլ չխորանանք, դե մենք տարբեր պետական մարմինների հետ ենք աշխատում, տարբեր celebrity-ների հետ ենք աշխատում, բայց մեր վերջի դեպքը հենց Հայաստանում Ռոնալդինյոյի գալը մենք էինք կազմակերպել ու դա շատ մարդիկ չէին իմանում ով է Voyex-ը, ով ենք մենք, ինչ ենք անում եւ այլն, դա շատ բավականին ճանաչում բերեց մեզ։ Հենց այդ թռիչքը, Ռոնալդինյոյի թռիչքը։ Շատ հետաքրքիր է, որ այդքան նոր կամպանիա։ Օ, ես մի հատ էլ ասեմ, Քիմ Քարդաշյանին հիշում եք, որ եկավ էլի Հայաստան։ Այդ էլ եմ ես արել։ Այո, դել եմ ես։ Ասենք էլի կան, ասենք հիմա DJ-ներ կան, որոնց անունները ասենք որ կամ այն անգամ վերջերս Black Coffee, ասենք, թռիչքը արեցինք, նման celebrity-ներ էլի ասպայն։ Հա, գիտեմ, որ Բորիս Բրեժյանն էլ եկեք աղա, իրան էլ եք դուք կազմակերպեցեք։ Չէ, այդ մենք չենք։ Իմ սիրած DJ-ներից է։ Լիլի ջան, իսկ մոտավորապես, եթե նույնպես գաղտնիք չի, եթե գաղտնիք է, ոչ մի պրոբլեմ, բայց մոտավորապես ինչ կարժենա ենթադրենք private jet-ով թռնենք Երևանից Դուբայ։ Այս պահից դրությամբ, քանի որ Իրանի երկինքը փակ է, բավականին թանկ է։ Առաջ այդ գները չէր, բայց հիմա մոտավորապես 60,000-70,000 դոլարի կարգի։ Բայց առաջ ավելի հարմար էր, կես գին էր, մոտավորապես 35-ից 40,000 դոլար էր, բայց հիմա որտեվ երկինքը փակ է, այդպես է։ Հա, միշտ թվում է, թե ինչ որ բանի հասել ես, արդեն ամեն ինչ ունես, ոնց որ ասած Զանգեք ինձ ասեմ։ Հա, բայց որ սենց լսում ես ինչեր կան աշխարհում, ինչու՞ չէ, ոնց որ ձգտելը ավելի մոտիվանում է, այսինքն ուզում ես ավելի շատ աշխատես, ունենաս, որ ինչու՞ չէ մի օր էլ private jet-ով թռնես Դուբայ։ Այո, ինչու՞ չէ, բայց մի բան ասեմ Աննա ջան, եթե մարդ ամեն պարագայում չհասկացա, որ ինքը ինչի պետք է արդեն հասել է, այդ բավարարվածությունը չունեցավ կյանքի, ինքը երբեք էլ չի հասնի նրան, ինչը ինքը փնտրում է, որտեղ ամբողջ կյանքում ինքը կունենա փնտրելու բան։ Շատ կարևոր է, որ մենք ուր էլ որ ենք, լինենք ուրախ ու բավարար ու գոհ, որ հասել ենք սրան, եթե պետք է հիշենք որտեղից ուր ենք եկել, որովհետև դա մեզ ավելի կմոտիվացնի, քան այն ինչ որ մենք չունենք ու չգիտենք էլ ոնց ենք հասնելու։ Երբ որ մենք արդեն լինենք այդ բավարարված մարդու ունենք այդ բավարարված սիրտը, մնացած ինչ պետք է մեզ կգա, անպայման կգա, մենք անպայման կունենանք։ Եթե դա մեզ պետք է, եթե մեզ պետք չի, մենք արդեն լավ ենք, արդեն բավարար ենք։ Այդ մեծ դասա, որ ես սովորել եմ, թե չէ ես իմ շուրջը նայելուց եւ այս կյանքից արդեն հիասթափված ինքնասպան կլինեի։ Ես հասկացա, որ իրականում ես ինչ պետքա ունեմ ու ես շատ շնորհակալ եմ, հետ եմ նայում որտեղից ուր ենք եկել, ուր ենք հասել։ Մնացած ինչ պետքա կբացվի մեր առջև։ Միանշանակ Լիլի ջան, ինչ որ դու անում ես, նորից եմ ասում, մեծ պատասխանատվություն է ու մեծ հարգանքի արժանի
բան։ Լիլիթ ջան, հաճախ ես գալիս Երևան, սիրում ես հետ գալ Հայաստան։ Մի քիչ շատ հաճախ եմ գալիս։ Շատ հաճախ եմ գալիս, դե տղաս էլ ծառայում էր այդտեղ, ասենք ծնողներս են այդտեղ, եղբայրս այդտեղ, հենցա որ իմ ընտանիքի մի մասը, քույրս էստեղ է, բայց ընտանիքիս մի մասը այդտեղ, այսինքն ես բացի այն որ շատ սիրում եմ Հայաստան հետ գալը, նաև շատ սիրելի պատճառներ ունեմ հետ գալու, գոնե ամիս ու կես, 2 ամիսը մեկ այդտեղ եմ, հիմա էլ եմ վաղը գնում եմ Հայաստան։ Շատ լավ լուրավ, որ գալիս ես ու կապը չես կտրում։ Լիլիթ ջան, ինչ օրինակ դու խորհուրդ կտայիր երիտասարդ աղջիկներին հիմնականում, որոնք ուզում են իրենց կարիերան սկսեն private aviation-ում, այն փորձը, որ դու ունես արդեն, ինչպես անեն, որ իրանք է հասնեն, էլի հաջողություններ, ինչ խորհուրդներ կտաս։ Շատ սիրում եմ այս հարցը, շատ։ Նա խորհուրդ կտամ համարս ճարեն, հետս կապ պաշտպանեն։ Ես իրաց ամեն ձևով կօգնեմ, մեկ, երկրորդ, ինձ թվում է ցանկացած կարիերայի մեջ կապ չունի ավիացիայի մեջ, թե ինչ որ ուզում ես սկսես, ինչ կարիերա որ ուզում ես սկսես, ամենակարևոր հարցը դու հասկանաս, թե դու ով ես։ Երբ որ դու գիտես դու ով ես ու գիտես քո հնարավորությունները, քո գիտելիքները, ինչ էլ անես, ինքնավստահությամբ կհաջողվես։ Երբ որ դու ինքդ քո վրա վստահ չեղար, չճանաչեցիր ինքդ քեզ, ով ինչ ասեց մտցրեցիր մեջը, դա ընկնելու ես խառնաշփոթի մեջ։ Բայց երբ որ դու վստահ եղար դու ով ես, քո հնարավորությունները, դու ասում ես ես ավելին կարամ, դու կարաս։ Երբ որ դու զգում ես այդ մեջը, դու կարաս ու պետք է այդ առաջի քայլը անել, մեկ էլ կզգաս, որ վաու, ես իրոք կարամ, ավելին կարացա։ Հասկանում ես, բայց այդ ամեն ինչը կտանի քեզ, եթե դու ինքդ քեզ ճանաչես ու վստահ լինես քո հնարավորությունների մեջ, որտեվ շատ մարդիկ կան, որ կնայեն քեզ, կասեն դու չես կարա։ Հնարավոր չի, դու մոռացել ես որտեղից ես եկել։ Կարևոր չի։ Դու ով ես, էդի է քեզ առաջ տանելու, ցանկացած կարիերայում, լինի private aviation, մնացած ամեն ինչ, ես որ մարդիկ եմ աշխատանքի վերցնում, ես իրանց գիտելիքներին չեմ նայում, հասկանում եմ абսուրդ է, բայց ինձ համար ես իրանց CV-ին չեմ նայում, ասում եմ կանչեք, նայում նստում եմ մարդու հետ խոսում եմ, որտեղ ես ընդունում եմ ընտանիք անձնավորությունների, ոչ թե ամեն ինչ ես կարամ սովորացնեմ, ցանկացած պրոֆեսիա, ցանկացած մարդ կարա մի 3-4 ամսում սովորի, բայց մարդկային լինելը չես կարա սովորացնես, ով լինելը չես կարա սովորացնես։ Դրա համար ամեն կարիերայում շատ կարևոր է, որ դու լինես քո անկեղծ ինքնությունը, այն ով ես, ոչ մեկին չնմանվես, որովհետև դու եկել ես աշխարհ որպես յուրահատուկ, unique մի հատ անձնավորություն ու եղիր դու։ Այդտեղ է քո հաջողությունը։ Շատ շնորհակալություն, կարծում եմ շատ լավ խորհուրդներ են երիտասարդ աղջիկների համար, ովքեր սկսում են իրենց կարիերան ոչ միայն private aviation-ում, բայց ընդհանուր առմամբ։ Իսկ Լիլիթ ջան, կոնկուրենցիան մեծ է private aviation-ում, այսինքն կան ուրիշ կամպանիաներ բացի Voex-ից, որ նույն ծառայություններն են տրամադրում եւ ինչով եք դուք տարբերվում։ Շատ է կոնկուրենցիան։ Մանավանդ այստեղ մեր արաբական էմիրություններում կոնկուրենցիան շատ է, մենք ինչով ենք տարբերվում, մերով լինելով, մեր ինքնությունով։ Մենք ով ենք, մենք մեր տարբեր մարդ լինելով, ոչ մեկին չի կարա նման լինի, մենք կարող ենք նույն ինքնաթիռները եւ նույն ծառայությունը մատուցել, բայց approach-ը, հոգատարությունը եւ այլն այդ տարբեր է, ամեն ինչ տարբեր է, ասենք մենք մեր համար շատ կարևոր են ուղևորները, բոլորի համար են կարևոր իհարկե,
շատ անգամ ա եղել, երբ որ մենք վերցրել ենք այդ հարվածները մեզ վրա ու կյանքում ուղևորը չի էլ իմացել, թե մենք ինչերի միջով ենք անցնում, որ իր թռիչքը կատարյալ ձևով իրականանա։ Շատ բրոկերներ ուղղակի այդ փաս են անում կլիենտի վրա ու իրանք, ասենք, գումարային կարևորը իրանք խնդիր չունենան, բայց ինձ համար գումարը դա արժանի արդյունքն է, ոնց ասեմ, աշխատանքի, որը որ տարվա արժանի արդյունքն է, ես պետքա հիշեմ հայերեն, գոհ շատ գոհ ուղևորից, այսինքն when I'm satisfied, չգիտեմ, satisfied client, այսինքն երբ որ քո ուղևորը գոհ է այդ ծառայությունից, դրա արդյունքում ստացված գումարը արդեն այն ճիշտ գումարն է, որ մենք արժանացանք, բայց երբ որ դու պետքա ուղղակի գումար վերցնես ու կարևոր չի կլիենտը ինչ վիճակի մեջ է հայտնվել, դա մեր արժեքների մեջ չի մտնում։ Իսկ Լիլիթ ջան, մոտավորապես կասես, ինչ պլաններ կան Voyix-ի ոնց որ roadmap են ասում, ես էլ այդ դրա հայերենը չգիտեմ, ինչ պլաններ կան ապագա մի քանի տարիներում։ Ես հիմա մի հատ պրոյեկտի վրա եմ աշխատում, այդ շատ կարևոր պրոյեկտ է, որը ճիշտ ասած չեմ ուզի հիմա բարձրաձայնեմ, որտեվ դա ես երբ որ պատրաստ եղա, արդեն մեծ launch կանեմ այդ պրոյեկտը, բայց ասեմ մասամբ, այս պրոյեկտը վերջապես պետքա լուծում տա բոլոր կլիենտների խնդիրներին, այսինքն իմ հիմնական նպատակը այս պրոյեկտը ստեղծելու այն է, որ այն մարդիկ, ովքեր private jet-ով թռնում են, իրանք իրոք արժանի են private jet-ով թռնելու, որտեղ իրանք ժամանակը շատ կարևոր է, այն ժամանակը, որ իրանք պետք է այրոպորտում կորցնեն 2-3 ժամ, հասկանալու ուր են գնում, ինչ են անում, որտեղ են եւ այլն։ Այդ խնայելը, որ ընդհանրապես դու 15 րոպեում քո ինքնաթիռի մեջ ես, թռնում ես 15 րոպեից քո մեքենայի մեջ ես, այս ամեն ինչը, այս մարդիկ արժանի են private jet-ով թռնելու, իրանք նաև արժանի են, որ խնդիրներ չունենան այս ամեն ինչի շուրջ։ Ու ես ստեղծում եմ այդ պրոյեկտը, որ լուծեմ այս հարցը։ Շատ հետաքրքիր է, որ տեղում չես մնում ու անդադար աճում, զարգանում։ Հիմա եթե մարդիկ ենթադրենք ունենանք այտենց լսողներ, որ ուզենան վերցնեն private jet ձեր միջոցով, ինչպես է դա կատարվում, website-ով, թե կապով, ինչ-որ։ Դե website-ով էլ հնարավորություն կա, մեր Instagram-ն էլ է շատ ակտիվ, որ գրանցեն, հետո մեր տվյալները կան ինտերնետում, իմ տվյալները շատ հեշտ է գտնել LinkedIn-ով էլ, այսենք կապի մեջ եմ, հիմնականում մեր ուղևորներին շատ հարմար է, որ արագ WhatsApp-ով այդ գործողությունը կատարվի, hi, we need to fly here, there, եւ այլն, it's complicated բաներ չեն անում, էլի, որ իրանք ինչքան հեշտ, ինչքան time saving, այնքան լավ։ So, խնդիր չի, շատ հեշտ է մեզ գտնելը։ Ու տարբեր լեզուներով ենք մենք այս ամեն ինչ անում, ռուսերեն խոսացողներ ունենք, նո հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, հնդկերեն։ Իսկ եղել է ինչ-որ արաբական շեխ երևի չէ, բայց մեծ, իհարկե, իհարկե, բայց էլ չանենք էլ ինչ ենք այստեղ, իհարկե։ Պատկերացնում ինչ պատասխանատվություն է։ Լիլիթ ջան, իսկ մի քիչ կպատմես Դուբայի կյանքից։ Ես տեսա, որ համեմատած օրինակ Լոս Անջելեսի, Եվրոպայի, նո եղել եմ Ռուսաստանում, Մոսկվա, Պիտեր, ինքը ոնց որ կոմբինացիան լինի բոլոր երկրների լավ մասերի, այսինքն ոնց որ ամեն երկրից լավ մասը վերցրած, ինչ որ luxury բան է սարքած քաղաք Դուբայը, որտեղ ինչ ուզես կա,
ինչ ուզես, մենակ պետքա փող ունենաս, այ ոնց է տենց քաղաքում ապրելը, օրինակի համար ամիսը ինչքան միջինով պետքա աշխատես, որ նորմալ ապրես, չեմ ասում private jet-ով թռնես, բայց նորմալ ապրես, մոտավորապես ինչքան դոլարով, ինչքան պետքա աշխատես։ Չէ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այստեղ ցանկացած աշխատավարձ ստացող մարդու համար ապրելակերպը կա։ Այսինքն, եթե դու ամիսը $1000 ես ստանում, դու կարաս $1000-ով ապրես։ Հնարավորությունը կա, որ ինչ որտեղ Դուբայում կամ Շարժայում կամ Աջմանում դու կարողանաս քո աշխատավարձով ապրել։ Եթե ամիսը $20000 ես ստանում, դու ունես քո տեղը ապրելու։ Այսինքն, ամեն ցանկացած աշխատավարձի համար ապրելակերպը կա, դրա համար այս երկիրը ինքը նայ, ես իրոք մի տեսակ շատ եմ սիրում այս արաբական էմիրությունները, դրա համար ինձ համար շատ ոգևորիչ է խոսել այս երկրի մասին։ Ինքը շատ հյուրընկալ երկիր է։ Ստեղծած է ամեն ինչ բոլորի համար, որ իրանք կարողանան աշխատեն ու ապրեն ու ամեն ինչ ունենան բավարար ձևով։ Ոնց է ապրելը, դե իհարկե չկա ինչ-որ այտենց ամսական եկամուտ, որ գոնե այդքան պետք է աշխատես, որ կարողանաս ապրել։ Դե արդեն դու որ գալիս ես, արդեն հասկանում ես քո ապրելու ստանդարտները որոնք են, հա, ասենք դու օքեյ չես ուզում Շարժայում ապրես կամ չես ուզում Աջմանում ապրես, պետքա Դուբայում ապրես։ Օքեյ, Դուբայում ես ինչ սահմաններում եմ ուզում ապրեմ, ինչ տարածքում եմ ուզում ապրեմ, որտեվ եթե դու ուզում ես օրինակի համար Emirates Hills-ում ապրես կամ Dubai Hills-ում ապրես կամ կարող ես մի քիչ ծայրամասային թաղամասերում ապրես, նրանց ի՞նչն է քեզ համար կարևոր, էլի, ըստ դրա դու քո բյուջեն արդեն հասկանում ես։ Օրինակ Լիլի ջան, ենթադրենք Կոմիտասի տիպի ինչ-որ թաղամասում Դուբայում երկու ննջարանով տունը մոտավորապես ինչ կարժենա եւ պետքա նաեւ ավտո ունենալ, թե կարող ես տրանսպորտով։ Պտա չէ։ Տրանսպորտը կա իհարկե, դա էդի որ իրոք եթե դու ասենք ցածր աշխատավարձ ես ստանում, չես կարողանում բավարար ունենաս ավտոյի համար, տրանսպորտից ես օգտվում, բայց դա շատ երկար է տևում։ Օրինակ ես ունեմ մարդիկ, որոնք Շարժայից գալիս են Դուբայ, օգտվելով տարբեր տեսակի տրանսպորտներից ու իրանց դա տևում է ժամ ու կես, երբ որ դու ասենք կարաս կես ժամում քշես գաս, էդի երբ որ բան չկա, տրաֆիկ չկա, էլի։ Որ շատ հազվադեպ է, եթե չկա Շարժայից Դուբայ։ Նայեք, հիմա ես դե մոտավորապես եթե խոսում ենք Կոմիտասի պես տեղը, two bedroom մեքենայով, երևի ես կմտածեմ 100 հիմա ես ձեզ ասեմ, ինձ հաշվարկ անեմ։ Ամսական, չէ՞, պիտի ասեմ։ Ամսական, մոտավոր։ Պարտադիր չի հենց պարտադիր չի, պրոստը որ կարծիք կազմենք, ինչ արժի կյանքը։ Այսի մի հոգու համար կյանքը, հա, չենք մտածում, որ երեխեք ունեն, որտեվ ստեղի դպրոցների գինը շատ նորից դու կարող ես գտնել այն դպրոցը, որը ցանկացած աշխատավարձով կարող ենք բավարարել, բայց եթե դու Կոմիտասի պես տեղ ես ուզում ապրես, համապատասխանաբար դպրոց ես ուզում, դա արդեն ուրիշ գների մասին է խոսքը, բայց մի հոգու ապրելը դոլարով մոտավորապես մի $5000 ամիսը։ Հա։ Արդեն մոտավորապես կարծիք կազմեցի։ Երևի Լոս Անջելեսում էլ մենակ տուն, ավտոմեքենա այդքան ամիսը պետքա տաս։ Չէ, մենակ տուն, ավտոմեքենան մոտավորապես $3600-$3600 է կազմում ամսական, արդեն մի 1400 էլ, ասենք դա զուտ ուտելու վրա, որ փորձես ծախսես տեղմեղ չգնաս, որտեղ այստեղ որ գնացիր ամեն ինչ բավականին թանկ։ Դե հիմա ես էլ ասեմ, որ հիմա մեզ մոտ գները բավականին հարմար են, այս իրավիճակի հետ կապված, ասենք բավականին գնային բան ունեցանք, իջեցում, որը ասենք ավելի տրամաբանական գներ է դարձել, որտեղ մինչև այդ գնային համակարգը շատ
չգիտեմ ուր հասել էլի։ Ես 19 թվին եմ եղել, ճիշտն ասած իմ համար լրիվ նույնն էր, ինչ որ Լոս Անջելեսում ռեստորանային գների մասն եմ խոսում, ուրիշ ոչինչ չգիտեմ, բայց 19 թվին ոնց որ թե նույնն էր, ու շատ է ուրախացել, որ նույնիսկ ռեստորաններ կային չէին, որ ոնց որ բաներով են, էլի, այդ դրանցից կար, որ Դուբայում կար, ու տենց Մեկը in-and-out-ը դեռ չկա։ Դեռ չկա։ Հա, ու տենց բան, ոնց որ շատ եմ սիրել Դուբայը, ինչ խոսք, իսկականից համ պլաժ, համ այդ արվեստի կյանքը, բիզնեսի կյանքը, ամեն ինչ, ոչինչ չի պակասում, ամեն ինչ կա։ Մենակ եղանակն է, Լիլիթ ջան, ոնց է կարողam ամառը դուրս գալիս եք, թե հիմնականում ներսն եք լինում։ Դե դուրս գալը այստեղ չարաբերական հասկացողություն է։ Դուրս, որպես այդպիսին դուրս, ամառը չեն գալիս։ Նույնիսկ տնից մեքենա գնալը արդեն բավականին ռիսկային հարց է։ Ինքը այդքան շոկը չի նեղում, ինչքան խոնավություն, ինք ունի խոնավություն, հենց Դուբայը։ Բայց այստեղ այնպես է սարքած երկիրը, ամեն ինչ այնքան ճիշտ է համակարգը սարքած, որ մենք ոչ մի բանի պակասություն չենք զգում։ Այսինքն, եթե ես ուզում եմ քայլեմ, կան տեղեր, որոնք փակ տարածքներ են, որ ես կարամ գնամ քայլեմ։ Մոլերը բացարձակ, ասենք դու մտնում ես մոլ, դա մի հատ քաղաք է, մի հատ ամբողջ քաղաք է ու ամեն ինչ կա։ Դու չես էլ զգում, որ դու ամառա շոկի տակ ես եւ այլն։ Դե իհարկե ծով գնալը բացառում ենք, դա, բայց ասենք կան լողավազաններ, որոնք սառեցված են, նույնիսկ սառուցով են եւ այլն, որոնցից դու կարող ես օգտվել ու չնեղվես։ Այսինքն ամեն ինչ հարմարացված է, որ նույնիսկ ամառը դու քեզ լավ ես այստեղ։ Մի տեսակ վերածվեց Դուբայի գովազդի վերաբերյալ։ Ես ճիշտն ասած, ես ինքս շատ եմ սիրել Դուբայ ու ասեմ, որ ես շատ ինձ անվտանգ եմ զգում Դուբայում, չնայած որ ինքը արաբական երկիր էր, գնալուց առաջ առաջի մուսուլմանական երկիրն էր, որ պետքա գնայի ու արաբական երկիրը որ պետքա գնայի ու ոնց որ հա բան էի անում, որ վայ բան, բայց իրապես շատ անվտանգ է։ Նույնիսկ ասեմ, այդ ժամանակ տղաս փոքր էր ու բան էինք առել, այնց խաղալիք ատրճանակ аэропортում բան էինք դրել, ձեռքի պայուսակի մեջ էինք դրել, аэропортում հանեցին, ասեցին չեք կարա ու հենց դրանից ավելի լավ զգացի, որ ինչքան անվտանգ երկիր է, որ տենց ոնց որ նույնիսկ բան էլի խաղալիքի հանդեպ, բայց մեկը իրանք շատ ոնց որ զգուշ են։ Չէ, այդ եւ առավելություն է, եւ ասեմ թերություն է Դուբայում ապրողների համար, որտեղ մենք սովորում ենք այս հանգիստ անվտանգ կյանքի ու մոռանում ենք, որ դա մենակ Դուբային է։ Չնայած Հայաստանում էլ է բավականին անվտանգ։ Ես ինձ օրինակ Հայաստանում էլ եմ շատ ապահով զգում, բայց ասենք եվրոպական երկրներ, որ գնում ես մեկ-մեկ, դու պետքա ինքդ քեզ հիշեցնես, որ դու գնում ես Եվրոպա, պետքա ուշադիր լինես քո պայուսակին, քո դրամապանակին եւ այլն, այս ամեն ինչը, որտեվ այստեղ այդ հանգիստը անհնար է, դու դրամապանակը թողնես, հետևիցդ վազում են, բերում են տալիս են քեզ։ Մեքենադ բաց թողնես ոչ մեկի համար դա կարևոր չի, շատ ուրիշ երկիր է, իհարկե։ Ես էլ օրինակ Ամստերդամում էի մի ամիս առաջ ու հաստատ մենակով գիշերը չէի դուրս գա քայլելու, որովհետև շատ խմած բան մարդիկ կային ու տենց ոնց որ կարողա ոչ մի միջադեպեր չեն տեղի ունեն, չգիտեմ, բայց զգացողությունը, որ դուրս կամ թե չդուրս կամ, ոնց որ այդ զգացողությունը ինչ որ Դուբայում կար, չկար։ Տենց Չէ, այստեղ բացի հարգանքը, ժպիտը, ինչ շատ գրավեց հենց այս երկրի մեջ, որ մարդիկ անկեղծ ժպտում են քեզ, sense նայում են, չեն էլ ճանաչում, բայց ուղղակի ժպտում են։ Այնքան հաճելի է այդ բաց էներգիան, այդ welcoming մթնոլորտը շատ կարևոր չի ով ես։ Լիլիթ ջան, մեկ էլ դպրոցներից, որ նշեցիր, կան թանկ դպրոցներ եւ էժան դպրոցներ,
Ինչն է տարբերությունը։ Օրինակ Լոս Անջելեսում էլի այդպես է, ամերիկյան դպրոցներ կան, որ շատ թանկ են private-ները, կան հայկականներ, որ էլի ոչինչ, ու կան պետական դպրոցներ, որոնց մեջ էլի շատ լավերը կան, այս կկարա երեխան անվճար սովորի, ու էլի շատ լավ անվտանգ, շատ բարձր մակարդակի բան ստանա։ Կա Դուբայում տենց պետական դպրոցներ, որ անվճար է ու կարան Կան, բայց տեղացիների համար են։ Մենք որպես էքսպատներ մենք չունենք այդ հնարավորությունը, մեր երեխաները չեն կարող անվճար դպրոցում սովորեն։ Հա։ Այստեղ միայն վճարովի դպրոցներ են ու տարբեր մակարդակի դպրոցներ են։ Ինչն է տարբերությունը։ Բրենդը, ինչն է տարբերությունը այս Կաշվի Պայուսակի եւ Պրադայի միջև բրենդը, ասենք ինչ անուն են դրել։ Ես նախ այդ դեր չեմ սովորել, չեմ կարող հաստատեմ, բայց իհարկե որակական տարբերություններ ինչ որ էքստրա բաներ պարտադիր գոնե պետքա լինի, որովհետև պետքա իրանք reason տան, թե ինչի են այդքան գումար պահանջում մարդկանցից այդ դպրոցի համար։ Ես, բայց հա, շատ ինքը շատ թանկ դպրոցներ կան, որ ասեմ ես կոնկրետ որպես մարդ հավատում եմ թանկ տենց դպրոցների, անձամբ ոչ։ Այդ նման դպրոցները ինձ համար այդ այն վայրն է ուղղակի, որ տարբեր լեվելի մարդկանց երեխաները սովորում են այդտեղ ու դառնում են ընկերներ։ It's all relationship։ Որ ասես ես իմ ինչ հատուկ կրթություն եմ ստանում, որ ուրիշ տեղ չէին ստանա, ես մի քիչ դրա սպասի բառ ասեմ հայերեն, ջատագովը չեմ։ Բարձա, Լիլի ջան, իսկ ինչ որ բան կա, որ այս ընթացքում չնշեցինք ու կուզենայիր նշել։ Կախված, չգիտեմ, քո Դուբայի կյանքից, քո հասած հաջողություններից, private aviation-ից, չգիտեմ, ընդհանուր առմամբ ինչ որ բան կա, թե ամեն ինչ cover ենք արել։ Մենք չենք կարող ամեն ինչ cover անել, որտեվ պատկերացնում ենք մենք ինչքան կյանք ենք ապրում, որ նստենք մի 30 րոպեում խոսենք այդ ապրածի մասին, հնարավոր չի իհարկե։ Մենք փորձում ենք ինչ որ ձևով դրա արդյունքները ցույց տալ, բայց երևի եթե մի բան կարամ ավելացնեմ, ուզում եմ ասեմ, որ ոչ մի հաջողություն հեշտ չի տրվում։ Ինձ համար այնքան կար, ասենք երբ որ մարդիկ ինձ ասում են, «Օ, մենք տեսել ենք քո LinkedIn-ը, քո Instagram-ը, շատ ուրախ ենք քեզ համար եւ այլն», ես ինձ շատ զարմանում եմ, ասում եմ, ինչի համար եք ուրախ։ Հետո իրանք դե տեսել են, իրանք այդ հաջողություններն են տեսնում, բայց ես որ այդ ամեն ինչի միջով անցնում եմ, ես չեմ հասցնում հասկանամ, հա, այդ հաջողությունները գիտակցեմ, ապրեմ, զգամ։ Ուզում եմ ասեմ, որ եթե դու չես զգում, չես ապրում, դու ինչ որ քեզ շատ հաջողակ չես զգում, դա չի նշանակում, որ չես հաջողվել։ Ուղղակի դու ընթացքի մեջ ես, ճանապարհի մեջ ես, you're on this journey։ Ու շատ կարևոր է, որ դու հասկանաս, որ ինչ որտեղ չես հասնում։ Հենց նպատակը այս ճանապարհն է։ Պետքա որ դու վայելես այս journey-ն, այս ճանապարհը, ամեն քայլը, որ անում ես, ու չնեղվես, որ չես հասել ինչ որտեղ, այլ վայելես պահը, այս պահը, որտեղ որ կաս։ Ուզում եմ, որ մարդիկ ուրախ լինեն, երջանիկ լինեն, այն պահի մեջ, որտեղ որ կան, չկորցնեն ներկան, ձգտելով ինչ որ ապագայի երազանքներ, որոնք դեռսկի գոյություն չունեն եւ կորցնեն այն ինչ որ գոյություն ունի ներկայում։ Մի խոսքով։ Շատ շնորհակալություն Լիլի ջան, անչափ շնորհակալ եմ, որ քո այսքան զբաղված գրաֆիկի մեջ կարողացար այս 40 րոպեն հատկացնել։ Անչափ հետաքրքիր ստացվեց այս էպիզոդը։ Իմ subscriber-ներին շնորհակալություն, որ լսում են։ Ով դեռ subscribe չի եղել, խնդրում եմ subscribe եղեք, որ մյուս հետաքրքիր էպիզոդները բաց չթողեք։ Իսկ այսօր այսքանը։ Շնորհակալություն։ Մերսի շատ Լիլի ջան։ Մերսի Աննա ջան։ Հաջողություն։